Բաքվի դատարանում ամիսների կեղծ դատաքննությունը ցույց տվեց, որ անգամ ադրբեջանցիների տված ցուցմունքների հետ որևէ կապ չունեն հայ ռազմագերիները, ամբաստանյալի աթոռին հայտնված հայերին վերագրվող արարքները չեն ապացուցվել, ասում է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նախ նույնանման բովանդակության ցուցմունքներ էին հնչեցվում եւ բոլորը նաեւ վերահաստատում էին, որ անձամբ չեն ճանաչում, չեն առնչվել ամբաստանյալի կարգավիճակ ունեցող հայերին։ Սա շատ կարևոր արձանագրում է ցույց տալու համար, որ ապացույցները որևէ օբյեկտիվ կապեր չեն ստեղծել վերագրվող արարքների հետ եւ իրադարձությունների վերարտադրում չեն հանդիսանում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մյուս գերիների գործով դատաքննությունն ավարտվել է։ Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի հաջորդ շաբաթվանից մեղադրական ճառերը կհնչեն։ Գործ ունենք վերացական արարքների հետ, սակայն կոնկրետ ամբաստանյալների վերագրվող արարքներ, տուժողների եւ անձանց միջև կապեր, մեղադրյալների եւ իրադարձությունների միջև կապեր ուղղակի չձևավորվեցին։ Դատական նիստերն ընթացան առանց անկախ լրատվամիջոցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։ Դատերի մասին պատմող միակ աղբյուրը ադրբեջանական պետական ազերթաճն է։ Այս ամբողջը ձևական գործընթաց է եղել, ճառերն էլ, դատավճիռներն էլ նախապես գրված են, պնդում է Սիրանուշ Սահակյանը։ Իհարկե մեզ համար կանխատեսելի են դատավճիռները, մեղադրական դատավճիռները եւ խստագույն պատժատեսակները, որոնք ըստեյության հենց քաղաքական պատվերի արդյունք են։ Բաքվում հայ գերիների դատավարության շինծու լինելու ցուցիչներից մեկն էլ այն է, որ մեղադրական ճառի համար պահանջեցին 2 օր։ Մինչդեռ այդ ծավալով դատական գործընթացի համար անհրաժեշտ կլինեին շաբաթներ, շեշտում է իրավապաշտպան Սահակյանը, նա կանխատեսում է, որ մինչև տարեվերջ դատավճիռներն էլ կլինեն։ Ինչպես անել, որպեսզի այդ ապօրինությունները արձանագրվեն, որից հետո դրանք պատշաճ միջազգային արձագանք ունենան, այդ թվում միջազգային դատական ակտերի տեսքով, խնդիրը իրավական համակարգից այդ ապօրինի դատավճիռները վերացնել, չեզոքացնելն է, որի միակ ճանապարհը վերազգային դատական կամ կվազի դատական ատյաններում այդ process-ը վիճարկելն է։ Միջազգային ատյանները ուսումնասիր են այն խախտումները, որը մենք բազմիցս արտասվել ենք նաև հանրային դաշտում եւ տան դրա իրավական ամրագրում, ճանաչելով դատական ակտերը ոչ լեգիտիմ։ Արդյոք Փաշինյանի կառավարությունը, որ ձգտում է հասնել հայ-ադրբեջանական խաղաղության ստորագրմանը, կբողոքարկի։ Արդյոք կառավարությունը ձգտում է միջազգային ատյաններում հասնել նրան, որ արդար դատաքննության իրավունքի խախտումով ադրբեջանական վճիռները ոչ լեգիտիմ ճանաչվեն։ Եթե տեղի ունենան զարգացումներ, ինչպիսին կարող է լինել միջպետական գանգատներից հրաժարումը, կարծում եմ ընտանիքները պետք է ինքնակազմակերպվեն եւ հանձնառեն սեփական միջոցներով ինքնուրույնաբար իրավունքների պաշտպանություն։ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը շարունակվում է։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով մի քանի շաբաթից էլ նրա դատավարությունը ավարտական փուլի կհասնի։ Ռուբեն Վարդանյանը հայ գերիներից միակն էր, որ սեփական միջոցներով ադրբեջանցի փաստաբան ուներ։ 10 օր առաջ նա հրաժարվեց իր պաշտպանից, հայտարարելով, որ դատավարությունը ֆարս է, ինքը զրկված է պաշտպանության իրավունքից։ Արցախի նախկին պետնախարարը ամերիկացի պաշտպան էլ ունի, բայց նրան թույլ չեն տալիս մտնել Բաքու։ Հայ գերիները զրկված են անկախ պաշտպաններից ու միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություններից։ Միջազգային Կարմիր խաչը գերիների հետ կապի միակ խողովակն էր, Բաքվում սա էլ փակեցին։ Նոյեմբերի 4-ը վերջնաժամկետն է, երբ Ադրբեջանի կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի մարդու իրավունքների եվրոպական դատարան, գերիների վիճակի պահման պայմանների եւ այլ հանգամանքների վերաբերյալ, ուստի մենք սպասում ենք վերջնաժամկետը լրանալուն, որից հետո կտեսնենք, թե ինչ փաստաթղթեր է տրամադրել եւ դրանց ուսումնասիրության արդյունքում ինչ հետևությունների կարող ենք հանգել։ Բաքվի բանտում պահվող հայ գերիները, որ 23-ն են, մեղադրվում են ծանր հոդվածներով։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցնում են, թե ամեն ինչ անում են, որ նրանց հայրենիք վերադարձնեն, բայց այդ հարցը չներարվեց օգոստոսի 8-ին հայ-ադրբեջանական համաձայնագրում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը խոստացավ 23 քրիստոնյա գերիների հարցով դիմել Ադրբեջանի նախագահին։ Որևէ քայլ արել է հայտարարությունից հետո, պաշտոնական տեղեկություն չկա։